Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Սասունի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Սասուն ազգային երգի պարի համույթի ղեկավար, Գաթա բենդի համահիմնադիր, բարեշնորհ Անդրանիկ Սարգսակ Մանուկյանն է։ Ողջույն բարեշնորհ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Այսօր խոսելու ենք Էրգրի համից, քայլելու ենք ձեր արմատների հետքերով, որովհետև Էրգրի համ հաղորդաշարը մի հաղորդաշար է, որի նպատակը տանելն է դեպի ազգային արմատներ եւ այնտեղ գտնել ու պեղել MC բաղադրատոմսեր, որոնք քիչ հայտնի են կամ չեն խոսում դրանց մասին, պահպանելով ազգային խոհանոցի դիմագիծը եւ իհարկե գաղափարը։ Մենք այսօր պատրաստելու ենք Սասունի խոհանոցից մի հետաքրքիր հացատեսակ, որը որ պատրաստում էին Սասունում, եւ այդ հացատեսակի անվանումը Սասունի փուռնիկ էր։ Ինչու փուռնիկ, մենք իհարկե ընթացքում կանրադառնանք այդ փաստին, այստեղ գաթայի եւ հացի բույրը այնպես է տարածվել, որ ասում չեմ դիմանում էլ Սարգսակն է բերել, մեր շատ սիրելի, ասում Սասունցին որտեղից է երևում, հացով է եկել, սասունցիներին բնորոշ եւ յուրահատուկ դիմագիծ է, այնպես որ մենք համ երկրացիներ ենք, համ բարեկամ ենք, եւ ես ուրախ եմ այդ փաստից, որովհետեւ ազգայինը մեր դիմագիծն է, որը պետք է միշտ բարձր պահել։ Ուրեմն նախ ներկայացնենք բաղադրիչները, հետո կանցնենք մեր բուն իհարկե խոսակցությանը։ Բաղադրիչներից Սասունի փուռնիկ պատրաստելու համար մեզ պետք է դասական հացի խմոր։ Իհարկե նախկինում որոշակի այլ խմորներ եւս կիրառվել է, բայց հիմնականում մենք հացի խմորն ենք պատրաստում, որը թթխմորիչով է կամ սովորական չոր խմորիչով, որը որ հիմա օգտագործում են, այդ դրոժ ասվածը։ Աղ, ալյուր, ջուր եւ իհարկե թթխմոր։ Այստեղ օգտագործելու ենք միջուկի համար, քանի որ սա տարեհացին մոտ այսպես հաց է համարվում, այսինքն նաև թխում են սա ամանորին, բայց քանի որ մենք պահկային հատվածում ենք գտնվում եւ սա դասական պահկային կերակուր է, որտեղ այստեղ կենթանական ծագման որևիցե, այսպես ասած, բաղադրիչ չկա, հեշտ եւ հանգիստ կարող եք սա նաև պահկին օգտագործել։ Բաղադրիչներից իհարկե սասունցիներից անպակաս պետք է լինի ընկույզը եւ ծիրանաչիրը, պետք է այստեղ ունենանք նաև չամիչ, կանեպ, որը իհարկե մեջ չենք լցնելու, այլ վրան ենք պատելու, իր այսպես ասած բնորոշ հատկանիշներից մեկն է ձևավորման եւ այսպես գեղեցիկ էսթետիկ մատուցման համար։ Քունջութը կլցնենք մեջը, ունենք թթու լավաշ կամ թթու բաստեղ, ինչպես ասում են սասունցիները, եւ ունենք երկու ուրեմն լուծույթ, մեկը որպես այդպեսի մեղրաջուր է, քսելու ենք երեսին, որպեսզի կարմիր լինի, մեղրը խառնելու ենք այս ամբողջ միջուկի հետ, դնենք հացի խմորի մեջ։ Եվ ձիթայուղը շերտերին քսելով իհարկե դնելու ենք ջեռոցը։ Մեր բաղադրիչները այսքանն են, կարծում եմ համեղ կլինի, ինչ կարծիք եք, փորձել եք։ Նախ վայ ջան, ուրախ եմ, որ դու իդենս լավ գիտությամբ կզբաղվես, ասեմ խոսամ Էրգրի պարպարով։ Հա, այդ հոգեհարազատը եւ շատ սիրուն։ Խոսենք այնպես ինչպես ուզում ենք։ Հա, առաջինը դենց խոսամ, հետո գրագալակ խոսամ, պետք է լինի ուրիշ լեզվով լա։ Խոսամ, բայց իդենց խոսամ։ Շիդե շատ անուշպան Էրգիր, ափսոս, կոմիդաս կսեր հազար ափսոս մոգած Միրզեն, հազար ափսոս մեր մեծերը, հազար ափսոս մեր Էրգիրը, որ կյանքում կան ազգեր կամ ազգություններ կամ ազգ, ոնց որ մենք ենք, եւ կա ուրացող մարդիկ, որ ուրանում են այդ իրականից աղու հացը, այդ ասուտված հոն ու ջուրը, սենց խնդիրների մեջ է հայտնվում մարդը, ասենք կոնկրետ մենք հայերս եւ դրան էլ գումարած տարոն աշխարհի ժողովուրդը։ Այո։ Հիմի ես ինչ որ դու պատրաստել ես, բերել ես ներկայացնում ես շատ լավ է, ես լազի դաբրերին դեսես, հիմա ավելի ուրախ եմ, որ դու սենց անուշ գսեր, մեր մեծեր գսեն լավ որ շարունակիլիս ավելի կրակետ ձևով, ավելի իմաստուն խորհուրդներով մեկնաբանիլիս, որպես քրիստոնյալ ասեց գնացեք, քարոզեք, կուսուցեք զամենայն հեթանոսս։ Ովքեր ասին շատ մարդիկ, բան, շարունակ թիթխմորը իրական կյանքներ, հա։ Այո։ Հիմա այնքան պրակտիկորեն զարգացրեցին կյանքը, որ արագ լինի մենակ։
բայց կյանքին դա վնաս է, թե օգուտ հարցի մյուս կողմն է իրականում։ Իսկ վնասը այն դեպքում, երբ որ արդեն տկարանում ես, հա, ֆիզիկապես կամ առողջապես կամ հոգեպես, ասում ես, այ մարդեր տան գերգիր, նստենք են թունդրի գող, վառինք մար թունդի, ռեպինք մար անուշ լոշ, բոկոն, կլոչ ու դա սնունդից օգտվենք։ Այնպես որ ուրախ եմ այս հաղորդաշարման հետ կապված եւ ուրախ եմ որ դուք իդե կոորդինացիոն ծավալելիս։ Եվ սովրին մարդիկ։ Ես էլ շնորհակալ եմ։ Գենիս լավ բան է գենիս ոքի։ Այո։ Շնորհակալ եմ շատ, հատկապես Սասունի Անուշ բարբառով այս համեմելու համար, անկախ նրանից սա համեղ է լինելու թե ոչ, միևնույն է այդ բարբառը համը կրկնապատկելու է։ Հետևաբար ես առաջարկում եմ մենք վերադասավորվենք եւ շարունակենք արդեն զրուցել բուն թեմայից եւ իհարկե սկսենք պատրաստել։ Ասեմ վայ ջան։ Ահա։ Ինչ գործի մեջ եղավ սեր ու տրվավ հոգի, ամեն ինչ համով է։ Արարեր ամեն ինչ սիրով արարել, սեր է տրել, սեր ոչ թե ասինք բան գայթակղող սեր, որ բան չհասկանաս, այլ սիրով արարել ես ամեն ինչ, պետք է սիրով հոգի տրիս, կյանք տրիս, որ այդ ամեն ինչ եղնի համով ու իրական։ Հիմա լույս որ մենք գարոդ ենք մեր երկրին, կամ մարդուն ենք գարոդ, ավելի շատ մարդու ենք գարոդ, ոչ թե ինչ-որ բանի։ Պատմության թանգարանում, քանի որ սիրո մասին խոսեցինք, պատմության թանգարանում մի ցուցանմուշ կա, որը նշանի մատանի տուփ է, վրան գրված է սիրո գինը սերն է։ Իրոք անգամ սերը որպես այդպեսին արժեք ունի միայն սիրո, այսպես ասած հավասարակշռվածությամբ, հետեւաբար սերը ամենակարևոր բաներից մեկն է այս աշխարհում։ Ես առաջարկում եմ ընդհատել եւ հետո վերադառնալ զրուցել։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, սկսելու ենք իհարկե կտրատել նախ միջուկը ստանանք, հետո նոր խմորի հետ կսկսենք աշխատել։ Բարեշնորհ ջան, ես առաջարկում եմ ծիրանաչիրը դուք կտրեք, ես կտրեմ ընկույզը։ Եվ իհարկե անդրադառնանք ձեր մանկության համին։ Որն է ձեր մանկության համը, որ մինչև հիմա այդ մամայի, տատիկի ձեռքի բույրն եք ուզում զգալ։ Անկեղծ ասած, վայ ջան, մանկության համը իմ մեծերն են։ Այդ մեր մեծերը, որ կան շեշտեցի մաման, երջանկահիշատակ, հայրիկս, չգիտեմ, մեծերը տատիս իրանք են, ամենամեծ համը, որտեվ այս ինչ որ մենք հիմա անում ենք եւ կարելի ասել սովորել ենք, հա ինչ որտեղ ուզում ենք սովորացնել, իրականից սովորացնելը լավ է, բայց սովորելն է կարևոր։ Այո։ Ահա։ Հիմա այդ մեծերի համը մնացել է ու Երանի եմ տալիս, որ կուզենայի հիմա ներկա լինեին մեր կողքի, նույն այդ օրերը, այդ ժամանակները ես իրենց հետ ապրեի։ Որտեվ համն ու հոտը ամեն դեպքում մարդն է։ Այո, այո։ Ես որ շատ փոքր ժամանակում կարելի ասել հիմա այս ասպարեզում եմ կամ ինչ-որ բաներ ներկայացնում եմ, այդ երջանկահիշատակ կարող եմ ասեմ Հովիկ Հախվերդյաններ, Մուշե Գարշոյան եւ շատ նմանատիպ հետարքի նվիրյալներ, ազգագրագետներ, բանահավաքներ, հա, երբ որ որոշել էին Գորանի վավերագրական ֆիլմը նկարեին։ Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է, երևի տարին 5-6 անգամ նայում եմ։ Այդտեղ ես երգում եմ 8 տարեկան Մենք իմ հաղորդաշարերից մեկի ժամանակ ներառել ենք դա, ամենասիրելի երգերից մեկն է, Շպար Ավետյացի ժամանակ առիթ է ունեցել հեռուստադիտողը տեսնելու այդ հետաքրքիր համադրությունը տարիքային, 8 տարեկան մեկ, չէ՞։ 8 տարեկանում ու պատկերացեք, եթե երջանկահիշատակ տատի հորոմս չլներ, ես չէի երգելու այդ ֆիլմում ու տենց կարելի ասել, այսպես էլ բան չեր առնել, հնչողություն երևի չէր ունենա, ես էլ ներկա չէի նստեղ կամ ուրիշ տարբերակի մեջ կհայտնվեի։ Դրա համար այդ երգերի մարդիկ էտել են ընկալ է, էտել են ապրել այդ բնության շարունակությունը, որ այսօր մենք ասենց ասած շարունակում ենք։ Իսկ մնացած էլ ասեմ, որ կենցաղի հետ կապված, թե սովորույթների հետ կապված այդ տարոն աշխարհի ժողովուրդը շատ հետաքրքիր են։ Ես մեկ-մեկ նայում եմ, հիմա հետաքրքիր բաներ կա, մարդը ինչքան կարող է չար լինել եւ ասենք պատկերացեք, այդ կարգի մարդկանց, այդ կարգի ժողովրդին կամ այդ կարգի ազգին ուզենան վերացնեն, կտրեն իր բնորանից։ Համար այդ մարդկանց մեղքը որն է, հիմա համով տեսեք, ինչ ուտեսներ, ինչ պատմություններ ենք պատմում, որն է այդ մարդկանց մեղքը։ Չէ՞։ Երևի որ հայ են։ Դե չգիտեմ հայ են թե ինչ են, բայց տենց է, մարդ հետո հայ։ Այո։ Այդ տարբերակին տենց է, ճիշտ է։
Բայց մարդու չարությունը էլ ինչքան պետք է նյութապաշտ լինի, ինչքան չբավարարված լինի, որ օրինակի համար այս բաների մեջ հայտնվեն։ Հետո ասեմ, որ ողորմի բոլորիս անցավորած, հա, ու ուրախ եմ մի անգամ եւս ասեմ, շատ կուզենայի, որ մեր մեծերը այսօր ներկա լինեին այստեղ կամ տեսնեին այս իրական ժամանակների փոփոխման ընթացքը, միամիտ որ ցեզ նստած նայում են հեռուստացույց, մեկ էս զարմանում են, թե ինչ բան է, չէ։ Ինչքան է զարգացել։ Ինչ ճաշատեսակ եք սիրում այդ երկրի համերից, այսպես ասեմ, հա, որ միջև օրս դուք տանը հաճախ եք պատրաստում կամ ձեր կինը պատրաստում է ու անընդհատ դա կա ձեր ընտանեկան ճաշացանկում։ Ասեմ, իրականից ես ամենաշատ սիրում եմ բլղրով, այն բլղրով տնական հավը որ կա, փլավ։ Սոխորածով փլավը շատ եմ սիրում։ Աննկարագրելի։ Հետո դե սիրում եմ կարելի ասել թթվով կլուլիկ։ Հա, թթվով կլուլիկ։ Բոլոր մեր ճաշատեսակները։ Իսկ թանով ճաշերից աղի թանով ճաշն եմ սիրում։ Այսինքն այն լավաշով բրդած տարբերակը թե ձավարովը։ Չէ, լավաշով։ Լավաշով, հա, սխտորով այդ որ բանով որ անում են, այդ եմ շատ սիրում։ Այսինքն մեր կարելի ասել բոլոր ճաշատեսակներն էլ տնի չի որ մենք մեզ գովում ենք, բոլորն էլ համով են, հատկապես որ բնության բարիք է օգտվում էլի։ Առողջ մարմնի մեջ առողջ հոգի։ Այո, բնական մթերք է, որը որ ամբողջովին ապահովում է առողջություն եւ հենց այնպես չէ որ մեր մեծերը երկար տարիներ ապրել են, դա սննդակարգի եւ բնակլիմայական պայմանների շնորհիվ է եղել։ Իհարկե մենք գիտենք որ հիմա այդ ամեն ինչը վերափոխվել է արհեստականության, հետեւաբար խնդիրը պետք է փնտրել սննդի եւ իհարկե այն միջավայրի մեջ, որտեղ մենք ապրում ենք։ Համաձայն եմ եւ գիտես դրանն էլ զուգահեռ մարդու խիղճ պիտի հանգիստ է։ Միանշան։ Դրա համար երկրի ժողովուրդը տենց էր, հանգիստ, ուրընց վարին, ուրընց ցանին, ուրընց տնտեսության, իրանց պատմության գնում են իրանց աշխատանքին, հետո գալիս էին տուն։ Դուք ձեր մասնագիտությունը, հա, ինչպես եք ընտրել։ Իհարկե մենք հասկացանք, որ ուղենիշ եղել է տատիկը, հենց Գորանի ֆիլմից հետո, երբ որ ուղենիշորեն ցկտել է ազգային երգին երաժշտությանը, որտեղ դուք այժմ Սասուն ազգագրական երգի բարի համույթի գեղարվեստական ղեկավարն եք, իհարկե բազմաթիվ խմբեր եւս ունեցել եք եւ փոքրերի խմբեր եւ մեծահասակների խմբեր ու ես ինչ հիշում եմ, բազմաթիվ խմբեր ու սերունդներ են կրթվել ձեր ձեռքի տակ, այսպես ասեմ, միմիայն ազգային ոգով ու շնչով։ Հիմա էլ գաթա բենդով եք շարունակում նաև այդ ուղղությունը ազգային երգերի, այսպես ասած, վերակենդանացում տալով, հա։ Այո։ Ասեմ շատ վաղ ժամանակից այդ որ ասում ես, ես փոքր ժամանակից ես էլ գեներից է գալիս։ Նախ մենք Արևմտյան Հայաստանի իմ հայրական կողմը Սասնո Կորտեր յուղից են, Կորտերից, իսկ մայրականը Մշոբլանուխից, հա, միշտ ասել եմ էլի եմ ասում, որ այնտեղ ունեցել ենք հոգևորական, մենք ասում ենք մեր ցեղին ասում ենք Կարմիր երեցի տուն, ասենք այդ հոգևորականը, որ ինքը Կարմիր մորուս է ունեցել, դրա համար ասում ենք Կարմիր երեցի տուն, այսինքն ձեր պապու պապն է եղել, հա, թե հարազատ ուղղակի։ Հարազատ, որովհետև տղեկ են գալիս, երեխաներ են եկել իրար, հետո հիմա էլի չգովաբանեմ, առաջին հայ ֆիդայինը հայրիկից բան հորողպոր տղաներն են։ Հա։ Իսկ մայրական կողմն Մշոբլանուխից։ Անկեղծ ասած, այդ երաժշտությունը սաղ ինձ փոխանցվել է գեներով տատի հորոմից, հա, ու մինչ օրս պահպանվում է, իսկ հոգևոր առումով կարելի ասել երևի այդ մեր բանցերին, որ ասում են, հա, գենային, հա, ես ինքս էլ տենց դուք սովորել եք Գևորգյան ճեմարանում։ Ստացվեց, որ նախ սկզբից չէ, սկզբից սովորել եմ Երևանի Կոմիտասյան կոնսերվատորիայում, հետո նոր որոշեցի, որ շատ էի ուզում շարականեր սովորեի, ասի գնամ ճեմարան տեսնեմ ինչ լուծում կգտնեմ, որ շարականեր սովորեմ։ Հետո ստացվեց այնպես, որ երջանկահիշատակ Բոզապալյանը եւ երջանկահիշատակ
Վաչական Հովանեսյանը, որը ինձ մամայի հորաքրոջ տղան է։ Որոշեցին, որ ես սովորեմ քահանայից լսարան։ Իհարկե լսեցին ինձ, իմ ձայնային տվյալները, դե քերի Վաչոն գիտեր ամեն ինչի մասին, հա։ Ու տենց ստացվեց, որ ընդունվեցի քահանայից լսարան, սովորեցի, հավարտեցի, հետո ձեռնադրվեցի Սարգսակ ծառայության անցա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հետո ընդեղից տեղափոխվեցի Օշական, Մեսրոպ Մաշտոցի դպրատանը, ընդեղից հետո ընդեղ եմ խումբ ունեցել Օշականի խումբը, այսինքն այդ ժամանակ է ձևավորվել։ Օշականի խումբը այդ տարիներին է ձևավորվել, Օշականի դպրատան երջախումբն էր, հետո Աշտարակի մանկապատանեկան ստեղծագործության տանն եմ խումբ ստեղծել, հա, հետո տեղափոխվեցի Երևան, Արարատյան թեմ, Կաթողիկ Սուրբ Աստվածածին, այդտեղ դե 88 թվականին ստեղծվել է Սասուն ազգային երգի բարի խումբը, առաջին ճարտարագիտական համալսարանում, հետո տնտեսական ակադեմիայում եմ հելի խումբ ունեցել, բժշկական համալսարանում, Նորք Մարաշետ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում ուսեն շարունակ շատ խմբերի հետ նկարել եմ Զատիկ, Վարտավար, Ջանգուլում, ամենագեղեցիկ նկարված տոնատիսական հատկապես տոներին վերաբերող ֆիլմերի հեղինակներից եք, հատկապես Վարդավառին վերաբերող ֆիլմը շատ եմ սիրում ու ամեն վարդևորին ես այդ հոլովակը հրապարակում եմ, հատկապես այն երգի պահը, Նուրի հատվածը։ Վարդավառը ներողություն ասեմ, երջանկահիշատակ Մեսրոպ եպիսկոպոսի հետ ենք նկարել։ Որտեղ եք նկարվել, Օշականում։ Չէ, Մուղնի եկեղեցու բակում, որը շատ նվիրյալ իրոք հոգևորական, նվիրյալ գործունյա անձ, շատ բաներ արվեց եւ պետք է արվել, հատկապես բանը 1700 ամյակի հետ կապված, քրիստոնեության հետ կապված, բայց ես իմ կյանքը հետարքիր է, իր լավ ու վատ փորձություններով, չգիտեմ ում ինչ հատրված, բայց ամենաշատ պետք է մարդը լինի նվիրյալ։ Շնորհակալ եմ։ Այդտեղից հետ սկսվեց մեր լրիվ գործունեությունը, իմ գործունեությունը ու շարունակվեց մինչ օրս, հա։ Այո, շնորհակալ եմ։ Մենք ուրեմն այս պահին հիշեցնենք հեռուստադիտողին, թե ինչ ենք այստեղ իրականացնել։ Միչուկի համար կտրատել եմ ընկույզը, ավելացրել եմ քունջուտ, ավելացրել եմ նաև այստեղ չամիչ, հիմա թթու լավաշն եմ կտրատում եւ ծիրանաչիրը։ Այս ամբողջը պետք է խառնել միասին, իհարկե ավելացնելով մեղր, բայց շատ չենք անում, որովհետեւ թաց կմնա միչուկը եւ լցնելու ենք հացի խմորի մեջ։ Ինձ թվում է մենք կտրատենք միչուկը, պատրաստենք եւ կհասնենք արդեն լցոնելուն ու կվերադառնանք։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այստեղ մենք ունենք մեր միչուկը, խորիզ ասեմ, բայց խորիզ չէ իհարկե, քանի որ ջրերով տարբերակն է եւ պահքային տարբերակ, այստեղ յուղ ընդհանրապես չկա, կենթանական ծագման եւս որևէ բաղադրիչ չկա։ Ինչ ենք անելու, հացի խմորը բացելու ենք, լցնենք մեջը եւ փակենք, վրան հետո քսելու ենք մեղրաջուր եւ ավելացնենք կանեփի հատիկները։ Մինչեւ այդ գործընթացը ես ընթացքում կանեմ, բարեշնորհ ես ուզում եմ անդրադառնանք Գաթա բենդի գործունեությանը, քանի որ մենք գիտենք, որ հիմա հետաքրքիր ձևով ժամանակակից երգարվեստում հետաքրքրորեն մտել է մի հետաքրքիր ժանր, որը որ ազգային երաժշտությունը մատուցում է յուրահատուկ եւ այլ ավելի սիրել է տալիս մարդկանց, չխեղելով իր բնօրինակ արմատները։ Խնդրեմ։ Ասեմ, Վահե ջան, քանի որ հիմա մենք Պաուլ շրջանի մեջ ենք, չէ՞, մենք արդեն Պաուլ շրջանի մեջ ենք, շատ լավ այս կերակուրի հետ կապված, որ պատրաստում ենք։ Իսկ այդ Գաթա բենդի հետարքիր անցումներ, որ մենք հիմա կարելի ասել կազմակերպում ենք, ստեղծագործում ենք, նախ ասեմ, վաղ ժամանակներից սկսած ես մինչև այս գործունեությունը բանը, դե ասեցինք, չէ, ազգային խմբերի բաների հետ կապված, ես այնքան փառք եմ տալիս ասում, որ իմ մանկությունս կամ ասենք իմ կենսագրությունը ու իմ ժամանակ անցել է հետարքիր միջավայրերում եւ հատկապես այդ նախնիների այդ մեծերի խմբերի բաների հետ կապված, երբ որ անցում անեմ մի փոքր Հայաստանում ավելի հետարքիր կար եւ արվում էր ճարտարագիտական համալսարանում,
ազգային ավանդական փառատոն։ Դա 80 թվականին էր, երբ որ Հայաստանից տարբեր շրջաններից, գյուղերից, քաղաքներից հավաքվում էին մոտավորապես մի 100-120 խմբեր, հետո դրան գումարած ազգային խմբեր, անհատ կատարողներ, ասմուն կատարողներ եւ այլ եւ այլ։ Ես այդտեղ դեռ 12-13 տարեկան էի ու շատ կարելի ասել կոլորիտային համ խմբեր, համ ամեն ինչ տեսել եմ, սովորել եմ։ Դրան էլ զուգահեռ ասեմ, որ 13 տարեկանից էլ մասնակցել եմ Արյուձի հեծյալ հարշավախմբի խմբում, որի նպատակն էր, մինչև օրս կա գործում է, դեռ խումբը աշտարակում է, հա, որի նպատակը 80 թվականից սկսած շրջում էր Հայաստանի տարբեր տարածաշրջաներում, պրոպագանդում էր ազգային երգերթվերների թատրոն, ғարագյոզ, ձիախաղեր, պատկերացեք ժամանակին, որ մեր մեծերը յայլաներում ոչխար, կով էին պահում, ոչխար էին պահում, ու այդ մարդկանց համար մենք գրում ենք սարերում, յայլաներում ներկայացումներ էինք տալիս, թվերների թատրոն օրինակի համար, ձիախաղեր, ու ինչքան գեղեցիկ էլի այսինքն շրջիկ ազգային թատրոն էր դա, այսպես կարելի է որակել։ Մարդիկ ասենք ժամանակի առումով կամ գործի առումով իրենք չէին կարողանում ներկա լինեին այդ միջավայրերին կամ տեսնեին, իսկ սա հետարքիր մի էլի քարոզ արշավ էր, ներկայացում էր, որ մարդիկ ավելի շատ տեղեկանան ազգից, ազգությունից, խոհանոցից, չգիտեմ, հայրենասիրությունից, նվիրումից եւ այլ եւ այլ։ Հետո կամած են որ ասեցի մենք զարգացանք, թիթխմորը դարձավ ինչ չոր խմորիչ, դրոշ, հա, նույնը ասենք մենք ոնց որ ասած այսօր գաթա բենդինգ ամ, հա, իհարկե գաթա բենդը իր գործունեությամբ ասելիքներով ու անելիքներով փառք եմ տալիս ասուն, էլի մեզ չգովաբանենք, ավետարանն ասում է մարդի գործերով են իհայտ գալիս, լավ թե վատ, բարին կամ չարը։ Մենք այդ գաթաբենդով ճիշտ է ժամանակակից տեխնիկաների առումով, փողային, թե նվագարան, հարվածային եւ այլ, իսկ հիմնական երգն ու երաժշտությունը, բառը, բանը, համը, համեմունքը կարելի է արմատային, հա, որ մենք չենք հավատացած եղի, չենք ձևախեղում, չենք փչացնի ու կյանքում էլ թույլ չենք տա մեզ այդ գործունեության մեջ անցնենք։ Ասում են, եթե չսարքենք, չենք քանդի այդ տարբերակը։ Գաթապետի աշխատանքը սա է, որտեղ բյուրովի բաներ կա, որ ժամանակի հետ, տեխնիկայի հետ, անցման հետ, ընդհանուր սերունդների հետ կապված, որ իրենք ավելի շատ հետ վերադառնան կամ ուսումնասիրեն կամ ընկալեն կամ հասկանան իրենց արմատները, իրենց նախնիները որտեղից են գալիս եւ ինչ են ասում։ Օրինակի համար տեսեք, մեր տոտիկ երգը, ժամանակին մեր մամիկները, տատիկները օրորոցային երգ են երգում, հա, երեխային, որ ամեն մի երեխա մինչեւ տարիքներ առնում այդ օրորոցային երգը կարելի ասել մինչեւ մահ ու գերեզման իր ականջներին իր աշխարհում կար, ապրում էր։ Հիմա այս տոտիկ երգը ոչ թե մեզ գովաբանում եմ ցանկացած հայ ընտանիքում ոնց որ այդ օրորոցային երգի նման մի բան լինի, հələ ես բոլոր երեխաները սիրում են։ Չեմ տեսել մի հայ ընտանիք, որ չզանգի կամ ինչ որ մի հատ նկար չուղարկի մեզ կամ ասենք վիդեո, ասենց մի կադր, որ երեխան ոնց է երգի տակ պարում, ուրախանում, չգիտեմ, իր ժամանակ անցկացնում։ Ու դրա համար փառք եմ տալիս, ասում որ իրոք ապրի գարիկս Այո, բարևում են Գարիկին։ Գարիկին բարևում ենք, հա, որ ժամանակին եկավ, ճիշտ է, միասին աշխատել ենք, աշխատում ենք, հələ շատ գործեր ունենք անելու, եկավ, ասեց ուզում եմ գաթախումբ ստեղծենք, ասի Գարիկ ջան, պրոբլեմ չկա, խնդիր չունենք մենք, ինչ ուզում ես, ոնց ցանկանում ես, դու ասա ինչ անենք, անենք, ու միջև այսօր փառք ասու, հա, դարձել ենք ոնց որ ասած այդ երաշտական առումով, որպես մի հատ համեմունք, այս նոր ժամանակի անուշ երաժշտությամբ։ Այդպես բան է, չգիտեմ, մնացածը առաջ Աստված, վայ ջան։ Շնորհակալ եմ, հերոստատողին հիշեցնեմ, ես ինչ այստեղ փոխեցի, ասում եմ իրականության մեջ։ Հացի խմորը բացել եմ, մեջ լցրել եմ բոլոր այն միջուկը, որը որ խառնված էր մեղրով, վրան մեղրաջուր եմ քսել եւ իհարկե ավելացրել եմ կիսա բոված կանեփ, ամբողջովին պետք չէ բովել, որովհետեւ ջեռոցում եւս բովելու է կանեփը ու տեղափոխում ենք ջեռոց։ Կհանդիպենք, երբ արդեն պատրաստ կլինի։
Հարգելի հեռուստադիտող, Սասունի փուռնիկը արդեն պատրաստ է եւ աննկարագրելի բույր է այստեղ տարածվել, չհաշված որ տեսքը շատ գեղեցիկ է, քանի որ լավ կարմրել է իհարկե մեղրաջրի հաշվին, որտեղ մեղրաջրով պատել ենք եւ վրան այս դեպքում կանեփ ենք ավելացրել։ Ես միջև կկտրեմ բարեշնոր Անդրանիկ Սարգսակը կորշնի մեր հացը։ Noi nahabedneste gamin urcerare hasnuginin tere kentanin orshniks takvor zur taguhin orshniks takvor zur taguhin orshniks takvor zur taguhin khernu parin mere takvorin Շնորհակալ եմ շատ։ Վայ, խնդրեմ, վայ ջան։ Երևի թե սրանից առավել լավ օրհնանք չէր կարող լինել, ազգային խոհանոց, ազգային երաժշտություն, սասունցի մարդ, սասունցի մարդիկ։ Այո, դերտանք երգիրը մոկին։ Միանշանակ, երգրի կարոտը ինչպես ասում են երբեք չի փարատվում, եւ ինչպես Մուշե Գալշյանն էր սիրում ասել, հողի կորուստը անդարձ կորուստ չէ, մարդու կորուստն է, որ անդարձ է։ Հետևաբար այս խոսքով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, այսքան ազգային դաշտին, ազգային երաժշտությանը, խոհանոցին, ամեն ինչին նվիրված լինելու համար եւ այսօրվա իմ հյուրը լինելու համար։ Ես լայն շնորհակալ վայ ջան, ինչ որ անում ես, ելի եմ ասում, թող ծառայի բարի նպատակների համար, ոնց որ ծառայում է, մի անգամ եւս շեշտեմ, որ սովորածները լավ է, բայց սովորելն է կարևոր։ Այո, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Շնորհակալ եմ շատ։ Սասնաբույր այսօրվա խոհանոցը յուրահատուկ էր իր բաղադրիչներով ու բաղադրատոմսերով։ Պահկային հատվածը կարելի է համեղ սնվել հենց Սասունի խոհանոցով։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին, տեր կենթանին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։